Քպական պատգամավորները հարձակվել էին ընդդիմադիրների վրա, ինչից սկսվեց, ինչ էր եղել։ Այսպես ասած միջադեպից առաջ մենք հայտարարեցինք, որ ազգային ժողով մուտք ենք անում օրենքի նախագիծ, ցեղասպանության ժխտումը, նսեմացումը քրեականացնելու համար, հավանաբար իրենց ռեակցիան պայմանավորված էր դրանով, որովհետև դրանից հետո սկսվեց, իսկ առհասարակ ազգային ժողովի նախագահն շարունակում է չհասկանալ ինքը որտեղ է գտնվում եւ շարունակ սադրանքներով նման պահվածքով, իսկ այդ ամեն ինչը բնականաբար մեր կողմից անհանդուրժի է։ Արեզլոնյանը սադրեց։ Հերթական անգամ։ Իսկ Վահե Ղալոմյանը ինչ դերակատարություն ունեց։ Ես ընդհանրապես իր դերակատարությունը չեմ հասկանում, այս խորհրդարանում բացի Նիկոլի Սահակյանի կլնելուց, բայց դեռ կպարզենք հասկանալ։ Տեսեք, այսինքն ընդհանրապես միայն որ նախագիծ եք ցանկանում բերել, առաջացրեց նման վրդովմունք քպականների շրջանում։ Ու առհասարակ իրենց այս պահվածքը, այս շաբաթվա լարվածությունը, այս ուրացման ֆոնին ցեղասպանության 110-րդ տարելիցի նախ օրերին պայմանավորված է դրանով ու նաև այն հասարակական, քաղաքական, հանրային արձագանքը, որ կա ցեղասպանության թեմայով ու իրենց հստակ ուրացման քաղաքականությամբ։ Մենք օրենքի նախագիծը վերել ենք խորհրդարան, որպեսզի ինքը դառնա քննարկման առարկա, իրենք շարունակ ժխտում են եւ բռնել են ուրացման ճանապարհը, բայց կարողանում են տարբեր մանիպուլյացիաներով մարդկանց խաբել, մոլորեցնել, նույնիսկ մեզ մեղադրել ուրացման մեջ, հետեւաբար առաջիկա 1 ամսվա ընթացքում բոլորին հայտնի կլինի օրվա քաղաքական ուժի ուրացման քաղաքականությունը, եթե իրենք կողմ չքվեարկեն։ Բնականաբար իրենք կողմ չեն քվեարկելու, բայց դա այո պետք է մտնի խորհրդարան եւ քննարկման առարկա դառնա։